Այդ վկայությունների մեջ ես գտա մի կնոջ, ով շատ մանրամասնորեն նկարագրում էր, թե ինչպես էին իրեն դաջել։ Նա ուներ իր պատմության գրված տարբերակը, բայց երբ ես լսեցի, թե ինչպես էր ինքն անձամբ պատմում այդ ամենը եւ խոսում նաեւ իր սեռական տրավմայի մասին, դա ինձ համար շատ հուզիչ էր։ Այսպիսով կենդանի մարդկանց եւ բանավոր վկայությունների հետ աշխատելն ինձ համար դարձավ հսկայական փորձառություն։ Այն ոչ միայն հաստատեց իմ ուսումնասիրությունները, այլև առաջ բերեց նոր հարցեր, ինչպիսիք են մարդկանց հուզական արտահայտումները եւ իրենց ապրածների մասին խոսելու բարդույթը։ Դա կարևոր է։ Ակնկալել, որ ինչ-որ մեկը, ով վերապրել է աներևակայելին, կկարողանա հստակ արտահայտել իր ապրածը։ Կարծում եմ դա անհիմն է։ Երբեմն ձևակերպումները մասնատված են։ Ես հատկապես մտածում եմ Ավրորա Մարտիկանյանի այս բոլոր տեսագրությունների մասին։ Նրա պատմությունները նույնպես մասնատված են, որովհետև նա անցել է անպատկերացնելի փորձությունների միջով եւ շարունակաբար տրավմայի մեջ է եղել, նույնիսկ այն բանից հետո, երբ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։